و همینجا اشاره بکنم که شما همه میدونید Ինչպես վստահ եմ, որ այստեղ բոլորդ գիտեք, նա Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ եւ Իրանի հոգևոր առաջնորդից բազմաթիվ մեջբերումներ եւ հայտնի խոսքեր են մնացել ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի ինքնիշխանությանը, եւ կարող ենք ասել, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը վայելում էին Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի այս աջակցող դիրքորոշումը։ Նրա նահատակությունը իրապես շատ ծանր վիշտ է Իրանի Իսլամական Հանրապետության եւ Իրանի ժողովրդի համար, սակայն Իրանի ժողովուրդը ունի այն կամքը, որպեսզի շարունակի ել ավելի ամուր ոգով աշխատել եւ պայքարել Իրանի ժողովրդի ձգտումների եւ նպատակների ճանապարհին։ Իրական գաղափարները եւ ձգտումները հնարավոր չէ անձերի մահվան հետևանքով վերացնել, դրանք չեն մահանում մարդկանց մահվան ժամանակ եւ սա մի գաղափար է, որը որ չկարողացան հասկանալ թե սիոնիստական ռեժիմը, թե Թրամփի ռեժիմը։